Մշակութային Ստեփանավանն է Լոռու մարզի եկած Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին դիմավորում։ Հայաստանի դրամաշրջանառության պատմությունն է Կենտրոնական բանկը Ստեփանավանի բնակիչներին հասցրել հատուկ ցուցահանդեսով, որը Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում է բացվել։ Ես կարծում եմ շատ լավ մշակույթ է, մեր փորձը ցույց է տալիս, որ բավականին մեծ հետաքրքրվածություն կա մարզերի բնակիչների կողմից։ Կենտրոնական բանկի արտագնա այս ցուցահանդեսներն արդեն ավանդույթ են դարձել։ Մարզ կենտրոններից բացի նաև խոշորացված համայնքներում են հիմա դրանք կազմակերպվում, ել ավելի շատ մարզաբնակների հնարավորություն տալով ծանոթանալ հայկական դրամի բազմադարյա պատմությանը։ Նախորդ այցերն ապացուցել են, որ մարզերում նման ցուցադրությունների պահանջը կա։ Մենք նաև բացահայտեցինք, որ կան մեր մարզերում մարդիկ, որոնք հետաքրքրվում են, այսինքն ավելի լուրջ խորացած են այդ նագավառում, փողի պատմական առումով, լավ տիրապետում են, մարդիկ կան, որ կոլեկցիա ունեն ու գալիս են նայեն, մեր կոլեկցիա նայեն, իրանց համեմատեն, այսինքն աշխուժություն նույնիսկ այդ տեսանկյունից մենք նկատում ենք, ինչը շատ ուրախալի է։ Տարբեր պատմական ժամանակաշրջանների նմուշներ են ներկայացված ցուցադրությանը, Արտաշեսյան թագավորության դրամներից մինչև Հայաստանի առաջին եւ երրորդ հանրապետությունների թողարկած դրամական նմուշներ ու հուշադրամներ, բայց Ստեփանավանի ցուցադրությունն առանձնահատկություն ունի։ Առաջին անգամ Կենտրոնական բանկը մարզ է տարել նաև Ծոփքում հատված Երվանդունի արքայատողմի դրամները, որոնք եղել են դեռ Տիգրան Մեծի դրամներից առաջ։ Մենք անընդհատ այս շրջիկների ժամանակ բերում ենք մեր հետ, որպեսզի ներկայացնենք առաջի հայատառ մետաղադրամը, դա Կյուրիկե թագավորի, Կյուրիկե երկրորդի կողմից հատված դրամն է, Տաշիր ձորագետի, որտեղ մի կողմում ներկայացված է Քրիստոսը, իսկ հակառակ կողմում դարձերեսին հայատառ գրություն է, Տեր օգնե Կյուրիկե Կյուրոպաղատին, Կյուրոպաղատը պալատական կոչում է։ Սա համարվում է հայ դրամական դրամաշրջանառության պատմության մեջ առաջի հայատառ դրամը։ Արարատի պատկերով առաջին մետաղադրամն է թողարկվել, չգիտեի, որ նմանատիպ մետաղադրամ կա, այստեղ արդեն տեսա։ Երիտասարդներին ավելի շատ գրավում է մեր թվարկությունից առաջ առաջին դարում հատված ու Արարատ լեռը պատկերող հայկական դրամը։ Ցուցադրության ավելի հասուն այցելուները ցուցատախտակների մոտ կանգնած հուշերի գիրկն են ընկնում։ Իրենց մանկության թղթադրամները նույնպես կան ապակե ցուցատախտակների վրա։ Առաջին աշխատավարձը ստացել եմ 30 տարի առաջ, հենց ռուսական թղթադրամով, սովետական 12 ռուբլի, ու շատ հարազատ դրամներ են։ Ես ծնունդով սովետական միությունից եմ, իսկ ինձ հետաքրքիր էր մեր պատմական դրամները, ինչ կարգի են եղել։ Բայց միայն դրամաշրջանառության պատմության ներկայացմամբ Կենտրոնական բանկը չի սահմանափակվում։ Մեկ շաբաթյա ցուցադրության ընթացքում այցելուները հնարավորություն են ստացել ծանոթանալ Կենտրոնական բանկի գործառույթներին, մասնակցել տեղեկատվական դասախոսության, քաղաքացիների ֆինանսական իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ Ծրագրում ներառված են նաև զեղծարարությունները կանխելու վերաբերյալ ֆինանսական կրթման նյութեր։ Մանդատի ներքո մենք ունենք ֆինանսական կրթման պատասխանատվությունը եւ եթե խոսեցի զեղծարարություններից, զեղծարարությունները մեկ առ մեկ շատ դժվար է կանխելը, իսկ ֆինանսական կրթում իրականացնելով մենք զորակցում ենք սպառողին, որպեսզի իրենք ունենան այդ գիտելիքը, որպեսզի ֆինանսական զեղծարարության զոհ չդառնան։ Ցուցադրության ամենափոքրիկ այցելուները դրամի պատմության մասին նաև իրենց ավելի հասանելի տարբերակով են տեղեկություն ստանում հեքիաթի միջոցով։ Հեքիաթագիր Արփի Մաղաքյանը իր հեղինակած գիրքը Տիգրան Մեծի հեքիաթն է ներկայացնում երեխաներին հայկական դրամի մեր թագավորների մասին իրական փաստերը ներկայացնելով պարզ հեքիաթային տողերում։ Երբ որ ընթերցողը իրեն թվում է, որ սա հեքիաթ է, հորինվածք է, սա փաստ է, չէ, այստեղ հորինվածքին հաջորդում է փաստը, հետո էլի փաստը, ամբողջը փաստագրական մի պատում է։ Տիգրան Մեծի հեքիաթը երեխաներն իրենց հետ տուն են տանում, հեղինակի մակագրությամբ։ Հայկական դրամի մասին հեքիաթային պատմությունը տանը կընթերցեն, իսկ Կենտրոնական բանկը դրամաշրջանառության պատմության հաջորդ ցուցադրությունը նախատեսում է կազմակերպել արդեն Սյունիքում։ Մեղրին միակ քաղաքն է, որտեղից Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնն այցելուներ երբևէ չի ունեցել։ Դա հեռու է, մարդիկ որպեսզի գան Երևան այցելության, էքսկուրսիայի, գիշերակացով պիտի գան, դա շատ դժվար է, դրա համար
այդպես մենք կգնանք այնտեղ երևի ավելի երկար կմնանք։ Հայկական ամենատարբեր ժամանակները ներկայացնող դրամները մեղրի կգնան աշնանը։